Մենք արդյունավետ փոխգործակցում ենք Եվրասիական տարածքում ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հայաստանին ԵԱՏՄ-ի անդամակցությունը բերում է իրական շոշափելի օգուտներ։ Միության գլխավոր առավելություններից մեկը հարցերի լուծումն է, հենվելով քաղաքական կոնյուկտուրային, չի ենթարկվող փոխադարձ հարգանքի եւ անդամ երկրների շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա, նշել է Լավրովը։ Սիրիայի խաղաղության գործընթացը խաթարելու փորձ կատարողները կպատժվեն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ Սիրիայի խաղաղությանը, կայունությանը եւ տարածքային ամբողջականությանը նպաստող բոլոր քայլերը ողջամիտ եւ ընդունելի են Անկարայի համար։ Նա ընդգծել է երկրի հյուսիսում իրավիճակը առանց արյունահեղության լուծելու կարևորությունը, հիմնվելով մեկ բանակ, մեկ պետություն, մեկ Սիրիա սկզբունքների վրա, զգուշացնելով, որ այս գործընթացը խաթարելու ցանկացած փորձ կունենա հետևանքներ։ Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Մենք զգոն ենք եւ պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Յուրաքանչյուր ոք, ով կհարձակվի մեզ վրա, կբախվի անտանելի հետևանքների, ասել է Իսրայելի վարչապետը։ Հայտարարությունը հնչել է Իրանի շուրջ լարվածության աճի ֆոնին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայում բանակցություններ են ընթանում Իրանի հետ։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ միջուկային համաձայնագրերի բացակայությունը վատ հետևանքներ կունենա Իրանի համար։ Մենք այժմ խոսում ենք Իրանի միջուկային ծրագրի մասին։ Մեր նավերը հենց հիմա շարժվում են դեպի Իրան, ամենամեծ նավերը, լավագույնները, եւ մենք այժմ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանա ամեն ինչ, ասել է Թրամփը։